Ասեմ, որ նաև հասկանում եմ ֆինանսների նախարարի մտավախությունները, մոտեցումները, բայց ես նաև էլի հղում եմ, այսօր արդեն որերորդ անգամ եմ հղում անում պետական մարմինների աշխատողների առաջին համաժողովում ունեցած իմ ելույթում, ես այդ համոզմունքը ասել եմ, որ այս ատեստավորումը եւ նրա արդյունքները բերելու են լրացուցիչ տնտեսական զարգացման։ Եվ լրացուցիչ տնտեսական զարգացումը իր հետ բերելու է լրացուցիչ ֆինանսական հարկային եկամուտներ։ Չի կարող չլինել ուղղակի այդպես։ Բացառված է, որ չլինի այդպես։ Մեր խնդիրը, եթե մենք սկզբունքորեն, ճիշտ իմ ասած սկզբունքների սիրով, հոգատարությամբ, հարգանքով, բայց սկզբունքորեն պահում ենք այս համակարգը, եթե մենք 300 դպրոց, 500 մանկապարտեզի մեր ծրագիրը հետևողական շարունակում ենք, Այս բոլորը հազար ներողություն էլի։ Հիմա նայում են Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Որովհետեւ այդ թվում, ոնց է, ինչի հաշվին ենք մենք 7% տնտեսական զարգացում ապահովել։ Ասենք մի օր քամին ուժեղ եղավ, մի օր պակաս եղավ, այնց բախտներս բերեց այս 7 տարվա մեջ կամ 5 տարվա մեջ քամիները անընդհատ բարենպաստ էին, ընդհակառակը ավելի անբարենպաստ շրջան դժվար է պատկերացնել։ Տնտեսական առումով ավելի անբարենպաստ շրջան ուղղակի դժվար է պատկերացնել։ Ուղղակի դժվար է պատկերացնել ոնց ենք մենք կարողացել 2020 թվականին, 21 թվականին մակրոտնտեսական կայունությունը պահել։ Ոնց ենք կարողացել պահել։ Ոնց ենք մենք տնտեսական աճ ապահովում։ Այսօր տնտեսական ցուցանիշներ են գալիս, մենք էլ ենք զարմանում այդ տնտեսական ցուցանիշների վրա։ Ինչի արդյունքում։ Այս եւ մյուս բարեփոխումների արդյունքում։ Մենք սա ընդամենը էսթետիկական բան չենք հարց չենք լուծում, չնայած էսթետիկան իր կարևոր դերն ունի։ Մենք ստեղ տնտեսական զարգացումը կայուն, տևական եւ խորքային դարձնելու հարց ենք լուծում, որովհետեւ այս ատեստավորումը մենք այդ մեթոդաբանություն, մենք այդ գիտելիքն էլ չունենք, բայց այդ գիտելիքը երբ որ ձեռք բերենք, մենք կկարողանայինք դուրս բերել թիվ, թե այս ուղղությամբ մեր ծախսվող ամեն միլիարդ դրամը, քանի միլիարդ դրամի համախառն ներքին արդյունք է բերելու։ Ես թիվը չեմ կարող ասել, ինչքան է դա լինելու, բայց որ դա լինելու է, որ դա այսօր էլ տեղի է ունենում, գիտելիքի վրա ծախսվող գումարը, այսօր էլ բերում է այդ արդյունքը։ Ես որևէ կասկած չունեմ, ուղղակի հակառակը պնդելը այդքան էլ ճիշտ չի լինի։ Եվ մեր տնտեսական միջավայրի զարգացումը դրա ամենավառ օրինակներից է։ Հիմա էլի ասում են, միշտ էլ խոսում են, ասում են, արտաքին գործոնը սենց եղավ, արտաքին գործոնը միշտ աշխարհում տնտեսական համակարգ չկա, որ արտաքին գործոնների չի ազդվում։ Չկա տենց բան, բացառված բան է։ Չկա աշխարհում տենց երկիր, որ արտաքին ազդակներից չի որոշակի արտաքին ազդակների ազդեցության գոտում չի։ Մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս, բայց արտաքին ազդակները լավ են եղել, մեր տնտեսությունը եղել է կայուն։ Արտաքին ազդակները վատ են եղել, մեր տնտեսությունը եղել է կայուն։ Որովհետև մենք հասկացել ենք, որ մենք մեր տնտեսական եւ ոչ միայն տնտեսական կայունության համար պետք է առաջին հերթին հենվենք մեր ներքին ռեսուրսների վրա, բայց իհարկե չմոռանանք նաև արտաքին ներդրումների մասին, եւ ես իմացա, որ վերջերս ավստրական Grave Group ընկերությունը եւ C Quadrat ներդրումային խումբը հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ապահովագրական շուկա մտնելու ուղղությամբ եւ պարոն Գալստյան մասնագետներ ինձ ասում են, որ սա շատ կարեւոր իրադարձություն է, կխնդրեի պարզաբանել ինչու եւ ինչով է կարեւոր այս իրադարձությունը։